Թոմաս Մյունցեր, հեղափոխական քարոզիչը Թոմաս Մյունցեր, ծնված մոտ 1489 թվականին Գերմանիայի Ստոլբերգ քաղաքում։ Մահացել է 1525 թվականի մայիսի 27-ին Մյուհլհաուզեն քաղաքի մոտ, Գերմանիայում։ Նրան գլխատել են։ Մյունցերը սկզբում եղել է Մարտին Լյութերի հետևորդ, բայց շուտով հեռացավ նրանից։ Նրա կարծիքով հութերի իրականացրած բարենորոգումը միայն արտաքին փոփոխություն էր առանց սոցիալական արդարության հիմքի։ Թոմաս Մյունցերի համար քրիստոնեությունը պետք է դառնար աղքատների եւ աշխատավորների ազատագրության ուսմունք։ Նա քարոզում էր, որ Աստծո արքայությունը պետք է իրականանա հենց այստեղ, երկրի վրա, ոչ թե միայն երկնքում։ Այդ միտքը այն ժամանակ համարձակ ու վտանգավոր էր, որովհետև ուղղակիորեն հակադրվում էր թե եկեղեցուն եւ թե իշխանությանը։ Գյուղացիական պատերազմի առաջնորդը 1524-ից մինչև 1525 թվականներին Գերմանիայում բռնկվեց գյուղացիական պատերազմը։ Հազարավոր գյուղացիներ պահանջում էին ազատություն, հողային բարեփոխումներ եւ հարկերի նվազեցում։ Թոմաս Մյունցերը դարձավ այդ շարժման հոգևոր առաջնորդը։ Նա կազմակերպեց ապստամբ գյուղացիներին եւ քարոզում էր, որ նրանք հենց Աստծո գործիքներն են, չար իշխաններին տապալելու համար։ Մյունցերի խոսքերից հայտնի է այս մեջբերումը. Աստծո արքայությունը պիտի ոչնչացնի բոլոր բռնապետներին։ Ապստամբության պարտությունը եւ մահը։ Ապստամբությունը ջախջախվեց իշխանական բանակների կողմից 1525 թվականին։ Մյունցերը ձերբակալվեց, տանջվեց եւ գլխատվեց։ Եկեղեցին եւ իշխանությունը նրան ներկայացրին որպես հերետիկոս եւ վտանգավոր հեղափոխական, բայց հետագայում նա դարձավ սոցիալական հեղափոխության խորհրդանիշ։ Պատմական նշանակությունը։ Թոմաս Մյունցերը առաջիններից էր, ով քրիստոնեության մեջ տեսավ սոցիալական ազատագրության գաղափարը։ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը նրան համարում էին նախնական կոմունիստ, այսինքն սոցիալիստական հեղափոխական դեր նախակապիտալիստական դարաշրջանից։ Ֆրիդրիխ Էնգելսը նրա մասին գրել է հատուկ աշխատություն Գերմանական գյուղացիական պատերազմը, որը լույս է տեսել 1850 թվականին։ Այդ գրքում Մյունցերը ներկայացված է որպես պրոլետարիատի նախահայր։ Կարճ ասած, Թոմաս Մյունցերը այն մարդն էր, ով փորձեց միավորել կրոնը եւ սոցիալական հեղափոխությունը Աստծո անունով արդարություն հաստատելու համար, բայց նա իր ժամանակից շատ առաջ էր եւ սպանվեց հենց դրա համար։ Լյութերի եւ Թոմաս Մյունցերի գաղափարական հակասությունները։ Լյութերը հավատում էր, որ հավատքը պետք է լինի անհատական, Աստծո եւ մարդու միջև հարաբերության դաշտում, մինչդեռ Մյունցերը ասում էր, որ հավատքը պիտի դառնա ժողովրդի ազատագրության ուժ։ Լյութերը հնազանդություն էր քարոզում իշխանությանը, իսկ Մյունցերը ընդվզում։ Այսպիսով, Թոմաս Մյունցերի կերպարը մնաց որպես սոցիալական արդարության եւ հավատքի միասնության խորհրդանիշ, մարդ, ով Աստծո անունով պայքարեց ժողովրդի ազատության համար։ Լյութերն Մյունցեր Մարտին։ Լյութեր ծնվել է 1483 թվականին, մահացել է 1546-ին։ Լյութերը պայքարում էր կաթոլիկ եկեղեցու կոռուպցիայի դեմ, բայց չէր ցանկանում քանդել հասարակական համակարգը։ Նրա նպատակը հավատքի բարեփոխումն էր, ոչ թե աշխարհի փոխումը։ Նա ասում էր. հավատքը մարդուն ազատում է Աստծո առաջ, բայց ոչ երկրի վրա իշխաններից։ Լյութերի համար նույնիսկ անարդար իշխանությունը Աստծո կողմից էր տրված։ Նա քարոզում էր հնազանդություն աշխարհիկ իշխաններին, որպես աստվածային կարգի մաս։ Թոմաս Մյունցեր, ժողովրդական հեղափոխության քարոզիչը, Մյունցերը սկզբում Լյութերի համախոհն էր, բայց շուտով հասկացավ, որ Լյութերի բարեփոխումը ծառայում է միջին խավին եւ իշխաններին, ոչ թե աղքատ ժողովրդին։ Նա սկսեց քարոզել, որ Աստծո արքայությունը պետք է հաստատվի հենց երկրի վրա, ազատելով աշխատավորներին բռնությունից։ Մյունցերը գրում էր. Աստված արդար է, եւ արդարները պետք է ոչնչացնեն անարդարներին։ Եթե իշխանները չդառնան Աստծո գործիքներ, ժողովուրդը պիտի դառնա Աստծո ձեռքը, նրանց տապալելու համար։ Նրա հավատքը միաձուլվում էր հեղափոխական գործողության հետ։ Նա չէր սպասում երկնային փրկությանը, այլ ուզում էր ստեղծել նոր աշխարհ։ Գյուղացիական պատերազմը 1525 թվականին գյուղացիական մեծ ապստամբության ընթացքում գյուղացիները պահանջում էին հարկերի նվազեցում,
հողի ազատ օգտագործում, քահանայի ընտրություն եւ արդար դատաստան։ Նրանք հղում էին անում Սուրբ գրքին ասելով. Աստծո առաջ բոլոր մարդիկ հավասար են։ Հութերը սկզբում աջակցեց նրանց բողոքին, բայց երբ ապստամբությունը դարձավ զանգվածային եւ զինված, նա դեմ դուրս եկավ։ Նա գրեց իր հայտնի տրակտատը գյուղացիական ավազակախմբերի եւ սպանողների դեմ 1525 թվականին, որտեղ քոչ արեց իշխաններին խստորեն ճնշել գյուղացիներին։ Ապստամբ գյուղացիները չեն ենթարկվում իշխաններին, հետևաբար պետք է խեղդել նրանց, ինչպես կատաղած շները։ Այս բարերով հութերը բացահայտ կանգնեց իշխանության կողմում։ Մյունցերի պատասխան ու ողբերգական վախճանը։ Մյունցերը կոչ արեց ժողովրդին այլևս չնազանդվել ոչ եկեղեցուն, ոչ իշխաններին։ Իշխանները չեն ուզում լսել աղքատների ձայնը։ Աստված է մեր զորությունը։ Հողովուրդը պիտի վերցնի իր ճակատագիրը իր ձեռքը։ Նա միացավ ապստամբ գյուղացիներին եւ ղեկավարեց նրանց Մյուլհաուզեն քաղաքում։ Բայց իշխանական բանակները ջախջախեցին գյուղացիներին, իսկ մյունցերը գերեվարվեց ու գլխատվեց։ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը հետագայում տեսնում էին այս հակասությունը որպես դասակարգային պայքարի վաղ դրսևորում։ Էնգելսը գրում է. հութերը փրկեց բարեպաշտությունը, մյունցերը հեղափոխությունը, բայց ժամանակը դեռ պատրաստ չէր նրա գաղափարների համար։ Ֆրիդրիխ Էնգելս, Գերմանական գյուղացիական պատերազմը, գրված է 1850 թվականին։ Ֆրիդրիխ Էնգելսը մյունցերի դերի մասին Էնգելսի Գերմանական գյուղացիական պատերազմը գրվել է 1850 թվականին, որտեղ նա վերլուծում է Թոմաս Մյունցերի դերը, որպես վաղ սոցիալիստ եւ հեղափոխական։ Նա գրում է. Թոմաս Մյունցերը ներկայացնում էր այն հեղափոխական ուղղությունը, որը ելնելով գյուղացիների եւ քաղաքային աղքատների շահերից, ձգտում էր ոչ միայն միջնադարյան ֆեոդալական համակարգի, այլև սեփականության ամբողջական վերացման։ Այս խոսքերով Էնգելսը բացատրում է, որ մյունցերը չէր բավարարվում կրոնական բարեփոխումով։ Նա պահանջում էր սոցիալական հավասարություն եւ սեփականության վերացում, այնինչ Մարքսն ավելի ուշ կկոչեր կոմունիզմի հիմք։ Մյունցերը հեղափոխության մարգարեն։ Մյունցերը հռչակեց հեղափոխությունը որպես Աստծո գործ։ Նրա համար Աստծո արքայությունը ոչ թե երկնային երազ էր, այլ երկրային հասարակություն, որտեղ մարդիկ կլինեն ազատ եւ հավասար։ Այստեղ Էնգելսը ցույց է տալիս, որ մյունցերի կրոնական լեզուն իրականում սոցիալիստական բովանդակություն ուներ։ Նա տեսնում էր Աստծո արքայությունը որպես հավասար հասարակություն, ոչ թե որպես երկնային փրկություն։ Հութերի եւ մյունցերի տարբերությունը։ Հութերը հանձնեց բարեփոխությունը իշխաններին, մյունցերը հանձնեց այն ժողովրդին։ Հութերը հաշտեցրեց հավատքը հնազանդության հետ, իսկ մյունցերը դարձրեց հավատքը ապստամբության դրոշ։ Սա Էնգելսի ամենահայտնի ձևակերպումներից է։ Նա մյունցերին հարում էր պատմական կամուրջ այն մարդու, ով կրոնական լեզվով արտահայտեց սոցիալական պայքարը։ Մյունցերի մահը որպես դասակարգային վկայություն։ Էնգելսը գրում է. Մյունցերը պարտվեց, որովհետև նրա գաղափարները ծնվել էին մի դարաշրջանում, որը դեռ չուներ այն նյութական պայմանները, որոնց վրա կարելի էր կառուցել հասարակական հավասարություն, բայց նրա պարտությունը չեղարկեց միայն իր ժամանակը, ոչ թե իր ճշմարտությունը։ Այս խոսքերով Էնգելսը բացատրում է, մյունցերը պարտվեց պատմականորեն, բայց իրավացի էր գաղափարապես։ Նա պայքարեց մի աշխարհի համար, որի հիմքերը պիտի ձևավորվեին միայն ապագայում կապիտալիզմի զարգացումից հետո։ Էնգելսի ընդհանուր գնահատականը մյունցերը հանդիսանում է այն հեղափոխականների նախահայրը, ովքեր իրենց հավատը միացնում են ժողովրդի պայքարին։ Նրա գործը ավարտվեց Մյուլհաուզենի դաշտում, բայց նրա ոգին ապրեց հետագա բոլոր սոցիալիստական շարժումների մեջ։ Մյունցերը առաջինն էր, ով փորձեց միավորել կրոնը եւ սոցիալական հեղափոխությունը։ Նա առաջինն էր, ով խոսեց ազատ ու հավասար հասարակության մասին, եւ առաջիններից մեկն էր, ով ընկալեց ժողովրդին որպես պատմության շարժիչ ուժ։ Այդ պատճառով Էնգելսը նրան անվանում էր պրոտոկոմունիստ, վաղ կոմունիստական մտածող։ Պատմափիլիսոփայական վերլուծություն այն մասին, թե ինչպես Թոմաս Մյունցերի գաղափարները պատմականորեն կապվում են Մարքսի եւ Էնգելսի պատմական նյութապաշտության հետ։ Պատմական նախապատմություն, կրոնական հեղափոխության լեզուն,
16-րդ դարի, այսինքն 1500-ականների Եվրոպայում հասարակությունը դեռ գտնվում էր ֆեոդալական կառուցվածքի փուլում։ Հողը պատկանում էր ազնվականներին եւ եկեղեցուն։ Գյուղացիները կապված էին հողի հետ, հարկատու էին եւ չունեին սեփականություն։ Այդ պայմաններում հասարակական բողոքը չէր կարող արտահայտվել տնտեսական կամ քաղաքական լեզվով, քանի որ դեռ չկար գիտական սոցիալական տեսություն։ Ուստի բողոքը հայտնվեց կրոնական լեզվով։ Հավատքը դարձավ ընդդիմության ձևը։ Մյունցերի խոսքերը Աստծո արքայությունը պիտի հաստատվի երկրի վրա, իրականում նշանակում էին հասարակությունը պետք է դառնա հավասար ու արդար։ Այսինքն նա առաջիններից էր, ով կրոնական ձևի տակ արտահայտեց սոցիալական բովանդակություն։ Մյունցերը գաղափարական անցում միջնադարից դեպի նոր դար։ Մյունցերի ուսմունքը կարելի է հասկանալ որպես փոխանցող օղակ։ Մի կողմից այն դեռ կրոնական էր, հիմնված Աստծո կամքի գաղափարի վրա, մյուս կողմից այն արդեն պարունակում էր հասարակական հավասարության եւ ժողովրդական ինքնիշխանության գաղափարներ։ Էնգելսը հենց դա նկատի ուներ, երբ գրում էր. Մյունցերը մարմնավորում էր իր ժամանակի սահմանները եւ միաժամանակ դրանց հաղթահարման ձգտումը։ Նրա տեսությունը դեռ գաղափարական էր, ոչ նյութական։ Նա հավատում էր, որ արդարությունը կգա Աստծո օգնությամբ, բայց ոչ թե արտադրական հարաբերությունների փոփոխությամբ։ Սակայն հենց այդ ուղղությամբ էր զարգանալու հետագա հեղափոխական մտածողությունը Մարքսի մոտ։ Մարքսը մյունցերի կրոնական գաղափարի գիտական շարունակությունը 19-րդ դարում, այսինքն 1800-ականներին։ Մարքսը արդեն ապրում էր մի աշխարհում, որտեղ գոյություն ուներ կապիտալիստական տնտեսություն եւ արդյունաբերական պրոլետարիատ։ Նա ցույց տվեց, որ պատմությունը շարժվում է ոչ թե Աստծո կամքով, այլ նյութական արտադրության ձևերի փոփոխությամբ։ Եթե մյունցերի համար ազատագրությունը գալիս էր վերից, Աստծուց, ապա Մարքսի համար այն գալիս էր ներքևից, աշխատավոր դասակարգի կազմակերպված պայքարից։ Մարքսը կասեր. «Քրոնը ճնշված էակի հոգին է, բայց ճշմարիտ փրկությունը սկսվում է ոչ թե երկնքից, այլ երկրի վրա, երբ մարդիկ փոխում են իրենց կյանքի պայմանները»։ Այսպիսով, մյունցերը կրոնական լեզվով արտահայտեց այն գաղափարը, որը Մարքսը ձևակերպեց որպես պատմական նյութապաշտություն։ Հասարակությունը փոխվում է ոչ թե գաղափարների, այլ արտադրական հարաբերությունների փոփոխությամբ։ Էնգելսը մյունցերին դասում էր նախամարքսիստական կամ պրոտոկոմունիստների շարքը։ Նա գրում է. մյունցերը գիտակցում էր մարդկանց ազատագրության անհրաժեշտությունը, բայց նրա դարաշրջանը դեռ չէր ստեղծել այն նյութական հիմքերը, որոնք անհրաժեշտ են այդ ազատագրությունը իրագործելու համար։ Այստեղ Էնգելսը ցույց է տալիս, մյունցերը գաղափարապես ճիշտ էր, բայց պատմականորեն վաղաժամ։ Նա ուզում էր սոցիալիզմ մի ժամանակաշրջանում, երբ դեռ չկար բուրժուական կապիտալիզմ եւ հետեւաբար դեռ չկար պրոլետարիատ։ Եզրակացություն. Թոմաս Մյունցերը եղավ պատմության առաջին հեղափոխական միստիկը, իսկ Կարլ Մարքսը առաջին գիտական հեղափոխականը։ Նրանց միավորում էր հավատը մարդկային ազատագրման հնարավորության հանդեպ։ Միայն թե Մյունցերը փնտրում էր այն Աստծո մեջ, իսկ Մարքսը մարդկային աշխատանքի եւ հասարակության կառուցվածքի մեջ։ Մյունցերի լեզուն կրոնական էր, բայց նրա բովանդակությունը սոցիալիստական։ Մարքսը այդ նույն բովանդակությանը տվեց գիտական ձև, պատմական նյութապաշտությամբ։